Նախագահների թեման շարունակելով ասում եք կխորհրդակցեք իշխանության պարագայում Հայաստանի 3 նախագահների հետ պատկերացնում եք ձեր խորհրդակցությունները, այսինքն կխորհրդակցեք նրանց հետ։ Այն հարցերի մասին, ինչը անհանգստացում է մեր երկրի անվտանգությանը, խորհրդակցեմ։ Տնտեսությունը զարգացնելու հարցում չեմ խորհրդակցում։ Պարոն Կարապետյան, քիչ առաջ ձեր խոսքում նշեցիք, որ ձեզ իշխանություն պետք չի եւ դուք Հայաստանի ժողովրդի ճակատագրով եք անհանգստացած։ Իշխանությունում կա մի այսպիսի տեսակետ, որ ձեզ Ռուսաստանից պարտադրել են գալ Հայաստան զբաղվել քաղաքականությամբ եւ դուք այնտեղ բիզնես խնդիրներ ունեք։ Ճիշտ են այս տեղեկությունները, ձեզ պարտադրել են եւ արդյոք իշխանության պարագայում դուք շատ կախվածություն կունենաք Ռուսաստանից, որովհետեւ ձեր բիզնեսներն շատ այնտեղ են։ Նայեք, նորից մեծամտաբար ասեմ, պատասխանեմ։ Ես անցած անգամ այդ հարցին փորձեցի մի քիչ ավելի մեղմ պատասխանեցի։ Հիմա ավելի գրագետ պատասխանեմ։ Չկա այն մարդը եւ չկա այն ուժը, որին ստիպի անել այն, ինչ ես չեմ ցանկանում անել։ Չկա այդպիսի աշխարհում թիվ կամ բիզնես, ինչի համար ես Հայաստանի գոնե մեկ շահ ռիսկի տակ տնեմ։ Չկա, այդպիսի բան գոյություն չունի։ Իրենք ինչ կարող են անել։ Մի քանի ընկերություն խլեն, ու խլեցին, Փաշինյանն էլ փորձեր է անում ինչ-որ բան խլի, ու խլեց, հետո գցեց ոտքին, նրանք էլ գցեն իրանց ոտքին, ոչ մի բանով չի տարբերվելու։ Ես վստահ եմ, որ դա չի լինելու, բայց եթե եղավ, ուրեմն եղավ, ինչ անենք, եթե ես որոշել եմ արդեն կյանքս նվիրեմ մեր երկրի զարգացմանը, դա լինելու է գլխավոր նպատակ։ Ոչ մի բան չի խանգարելու սրան։ Մի կասկածեք, ինձ ոչ ոք չի ուղարկել։ Ինձ, այսինքն դա ես նույնիսկ այդ process-ը չեմ պատկերացնում, ոնց ինձ ուղարկեցին։ Ինձ մարդը 2 բառ ասեցի, բռնեց, նստացրեց ԱԱՑ-ի պատվալ։ Ռուսաստանը ոնց արեց։ Դե ուրեմն իմ կասկածները, եթե իմ կասկածները կան, որ Փաշինյանը իրենց ամենա անիմաստ գործակալն է, միգուցե, բայց ես դրանից տեղյակ չեմ։ Ես ենթադրում եմ, տարբեր հարցերի շուրջ ունեմ ենթադրություններ, որ իր քայլերը միգուցե ՖՍԲ-ի գործակալ չի, Ադրբեջանի ծառայությունների գործակալը, միգուցե Ֆիդանի գործակալն է, ես չգիտեմ։ Բայց ինքը մեր հայրենիքի հանդեպ ինչ անում է, դա նորմալ մարդու քայլեր չեն։ Ինձ ոչ ոք չի ուղարկել։ Ինձ դա ստիպել է անել Փաշինյանը, երբ հարձակվել է մեր եկեղեցու վրա։ Դուք եք, չէ՞, գործակալ լրագրողը, որ ինձ հարց տվեցին։ Ես նույնիսկ չգիտեի, որ լրագրողներ ինձ հարց տվել։ Ես անկեղծ պատասխանեցի, դրանից հետո սկսվեց ինչը որ սկսվեց։ Ես չգիտեմ։ Բայց հաստատ Ռուսաստանում ոչ մի խոսակցություն իմ հետ չի եղել ոչ մի անգամ։ Երևի խոսակցություն որ լիներ, Փաշինյանը ռիսկ չէր անի ինձ 7 ամիս պահել ԱԱՑ-ի պատվալում, ամենածանր պայմաններում, դա սովորական պայմաններում չէին պահում ինձ։ Եթե դու 5 ամիս քնում ես 42 աշճանի տակ, 2 ամիս էլ 15 աշճանի տակ, դա առողջության համար շատ վտանգավոր էր։ Պարոն Կարապետյան, իշխանությունը սկսել է արդեն ավելի հաճախ պարբերականությամբ ձայնագրություններ հրապարակել եւ այդ ձայնագրություններից առանձնացում են կտորներ, որոնք իշխանության համար հիմք են տալիս ասելու, այ տեսեք ինչպես են այս մարդիկ խոսում մեր հանրության հետ, ինչ բառապաշարով են խոսում։ Նախ այս մասով կուզենամ անդրադառնալ ձայնագրությունների հրապարակման եւ արդյոք երբ որ արդեն շատ հաճախ է լինում այդ ձայնագրությունները, դա
հող է նախապատրաստվում, հնարավոր է, որ հետագայում օրինակ ինչ որ մի պահի, երբ որ ինչպես ասում եք, հարցման տվյալները այնպես լինի, որ իշխանության համար ցանկալի արդյունք չլինի եւ իշխանությունը որոշի օրինակ ձեր քաղաքական ուժի գրանցումը չեղարկել ընտրական հանձնաժողովում, ընթացակարգը գիտենք, ընտրական հանձնաժողովն է դիմում դատարան եւ ձեզ հանել կամ չեզոքացնել ընտրական process-ների մասնակցելուց։ Ձայնագրությունների մասով ասեմ, որ իրոք ես արդեն դրանից ոչ մի բան չեմ հասկանում, չեմ էլ ուզում լսեմ, իրենք ձայնագրում են, իրենք ուրախանում են, իրենք ինչ որ բան երևի մտածած ունեն, որտեղ այսքան անիմաստ քայլեր եթե անում են, միգուցե ինչ որ բանի համար անում են, կամ ուժային կառույցները դրանով իրենց արջի ծառայություն են մատուցում Փաշինյանի, ես չգիտեմ, քանի որ մենք ունենք բազմահազար ակտիվիստներ, ես նույնիսկ վստահ եմ, որ իրենք ինչ որ կարողանում են ներդնել մեր ակտիվիստների շարքում, իրենց մարդկանց, հետո իրենց մարդկանց ձայնագրում են, տանում նստեցնում են, չեմ կարող, բացատրություն չունեմ։ Համենայն դեպս ոչ մի դատական որոշում չկա, որ այդ մարդկանցից գոնե մեկը մեղավոր է։ Եթե լինի դատական որոշում, մենք դա կարող ենք բնութագրել։ Հիմա բռնում են մարդունը, Փեսեն աներոջը զանգել հրավիրել է քյաբաբ ուտելու, տարել նստել են, նստեցրել են այդ մարդկանց, որ ընտրակաշառ կա քյաբաբ ուտելը։ Բայց աները եկել քննիչի մոտ ասելա, որ դրան ամբողջ կյանքը ես եմ պահել, էսի ոնց կարա ինձ քյաբաբ հյուրասիրի։ Այնքան պրիմիտիվ դեպքեր են, իրենք հաճույք են դրանից ստանում։ Գիտեք, տպավորություն է, որ սրանք մարդկանց ցավացնելուց հաճույք են ստանում։ Բայց նպատակները ինչը, չեմ կարող մեկնաբանել, մենք քայլ շարժվում ենք առաջ, պատրաստվում ենք ցանկացած իրենց քայլերին, քայլերի դեմ, ապօրինի քայլերի դեմ։ Այդ սցենարը ամեն դեպքում դիտարկվում է, եթե օրինակ Ես չեմ ուզում դրան հավատամ, քանի որ ինչքան էլ իրենք անուղեղ լինեն, այս վիճակում չեն ուզենա ոչ լեգիտիմ իշխանություն լինեն։ Իրենք գոնե հիմա լեգիտիմ իշխանություն են, ինչ էլ որ ասենք, ընտրված իշխանություններ են։ Բայց այդ դեպքում իրենք կլինեն ոչ լեգիտիմ իշխանություն, ինչը որ մեր ժողովուրդը թույլ չի տա իրենց։ Այսինքն ոնց է կառավարում, եթե դու ապօրինի իշխանությունը պահում ես ձեռքդ, ունես ընդամենը մի 20-25%-ի աջակցություն։ Դա թվում է թե հեշտությամբ, դա այդպես չէ, քանի որ դա վտանգավոր է, արդեն ոչ թե իրենց իշխանության համար, այլ իրենց բոլորի անձերի համար։ Հիմա եթե սկսվում է process, մենք չենք կարող մեկնաբանել ինչպես է վերջանում այդ process-ը։ Մենք ունենք աշխարհում տարբեր օրինակներ։ Մեծ վտանգը Ռուսաստանի փառավորությունները բավական է։ Ինքը գնաց այդ քայլին, ինքը չի ուզում գնա այդ քայլ։ Ինքը հիշել է, որ ինքը հայկական ժամանակի խմբագիրն է, դեղին մամուլի խմբագիր է։ Ոնց է ինքը աշխատել։ Նարեկին վախեցրել է, Նարեկը տարել ինչ որ թեմայա լուծել, ինքը հետ է քաշվել։ Հիմա նույն շանտաժը ինձ